ժողովուրդ եկել եմ տուն, Վիտոն ինձ կանչել է վերև սուրճ խմելու։ Այսինքն եկել է իմ հետևից, հերել եմ ու սնում զմութ ա լույսերն անջատած, էս ինչ ա։ Ու այս են անակնկալ էր ինձ ստեղ սպասվում։ Այս են անակնկալ սառնարանը։ Մենք որոշել էինք, որ այստեղ կդնենք հինը, մինչև նորը կգնենք, կամ էլ չենք գնի, մի ներքևինից կօգտվենք, այսպես էինք մտածել, մինչև նոր տարուն կգնենք, բայց դե քանի որ ինքը սպասել չի սիրում, սենց, ու հենց գնացել նայել էինք, բայց իրար հետ, այսենց, ես սրա սևն էինք տեսել, հետո ասի չէ, որ սևը լինի, կահույքի հետ մի քիչ շատ մութ կլինի, հետո մի խոսքով, ասենք շնորհավոր, դեռևս շոկի մեջ եմ, դրա համար չեմ կարում խոսամ, բայց դե սպասենք մյուս շաբաթ էլ կահույքը գա ու ամբողջական լինի։ Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք էլ ենք լավ, այսօրվա բարի լույսը նոր սառնանիս ֆոնին է, մենակ սառնանի ֆոնն է սիրուն, դրանից հետո գալիս է արդեն այն պատը, որը դեռ մի շաբաթ ունի մինչև լցվի, մինչև կահույքը գա, շատ վաղ է, ժամը 6-ը չկա ու գնում եմ, Վիտոն ինձ կտանի գործի, որովհետև այսօր էլի չորեքշաբթի է ու էլի մենք ճանապարհորդ ենք, էլի գնում ենք Կրած, գնում ենք վիրահատությունների, գնամ մի քիչ ուտեմ դուրս գալիս, ամեն ինչ չնայած պատրաստ է, բայց իմ բնավորության համաձայն, չնայած որ նախորդ օրն ամեն ինչ պատրաստում եմ, միևնույնն է, պետք է էլի շուտ գնամ, մեկ անգամ եւս ստուգեմ, ամեն ինչ, այդ նրանից չի, որ չեմ վստահում ինձ, այլ նրանից է, որ շատ պատասխանատու է ամեն բան ու պետք է ամեն ինչ իդեալական լինի, ուրիշ տարբերակ լինել չի կարող։ Լինզաները, թղթերը, թղթապանակը, ամեն ինչը պետք է նորից ստուգեմ, կաթիլները, դեղորայքը, մի խոսքով։ Այդպես սիրելիներս, թե ինչ, գնանք, բոլորիդ լավ օր եմ մաղթում, լավ եղեք, կհանդիպենք։ Սիրելիներս, նույն վայրից ենք միացել, բայց արդեն ոնց անեմ, որ գոնե դեմքս երևա։ Ժամը 6-ն է, այսինքն 5:30 է ուղիղ, 6-ն է լինում։ Գնանք տեսնենք ինչ ենք ուտում, մի փոքր ընտրենք։ Այսօր չեմ տեսել երեխեքիս, գնամ։ Ու մինչ ես մտածում էի, թե ինչ ենք ուտելու, այսենց անակնկալ էր սպասում, Վիտոն ամեն ինչը պատրաստել, դրել, եկել էր իմ հետևից, հենց եկա, ես մինչև մտա երեխեքի մոտ, ինքն արդեն կրակը վառել էր, դրել էր կրակին։ Ինչ խորովածը կլինի, մի քիչ մաղադանոց եմ քաղել, տեսեք տերևների տակ այնքան լավ է մնում, այստեղ տերևները վրեն է, այս վարդի թփի տակ։ Չհաշված, որ այս քանի օրը մինուս արը, բայց նայեք ինչքան թարմ ինքը տերևների տակ մնում է։ Ահա սիրելիներս, սա էլ իմ ափսեն, բարի ապորժակ։ Հացը ուտենք գնանք վերև, որ մեզ էլի անակնկալ է սպասվում։ Բարև ձեզ, այսօր մենք անենք Թեմու unboxing, ես չգիտեմ ինչ եմ վերջը, մենակ մաման գիտի։ Գնանք։ Okay։ Ինչ ծանր է։ Լավա կողքը դնես, տարից դնես։ Դուք ունենք սիրուն լատիկներ, սև գույնի։ Ինչ փոփուկ է։ Ուրեմն այս հողաթափերը տնային, ես սրանցից ունեի 2 տարի առաջ, թողել եմ Հայաստանում ու մինչև հիմա այնտեղ է, որ գնում եմ հագնում եմ պապայից ստանը, շատ լավն է, շատ որակով է։ Հաջորդը։ Okay։ Հաջորդը հուդի է ոնց որ։ Չէ։ Այս իմ համար եմ պատվիրել, սենց շոտ ինչ նուրբ է, իրականում սպասվածից էլ ավելի լավն է, շատ նուրբ է, գույնը իր գույնն է, ինչ որ կար, շատ սիրուն է, սենց ուղղակի թևերը ծաղիկներով, ցանցերով, սենց հաջորդը։
Հաջորդը չգիտեմ ինչ է։ Պրոստինա։ Սավանա։ Հա։ Սենց ինքը սերի գույնի, ույսը սիրուն բաներով։ Երկու հատ եմ պատվիրել, պետք է երկու հատ մի։ Այս Ալենի համար եմ պատվիրել, որտեղ Ալենի կողմնային պարագաները հիմնական բոլորը այս գույների մեջ են։ Հետո այնու չստիկների։ Hello Kitty։ Այնու չստիկների դարչնագույնը։ Հա։ Ռոզվին Hello Kitty-ով, էս 9 արդեն։ Այնպես եմ արել, որ բոլորի համար, քանի որ մաման սիրում է, երբ որ տան մեջ հագնում են ու մերն էլ դե գիտեք, վերև ներքև աստիճաններ ու սիրում եմ, որ հագնում են ու այս տան համար էլ դե եթե հյուրեր կան, այսինքն Ռուզը ունի մեր տանը իր անձնական առել է անցած տարի նոր տարուն, չէ նախ անցած տարի հա։ Բայց դե այս հարկի համար էլ նենց եմ առել, որ բոլորիս լինի դեկորս կնոջը, մենք ովքեր որ հաճախ են մեր տանը լինում, բայց ովքեր հաճախ չեն իրանք էլ կստանան, եթե հյուր կան մեզ։ Սրանք չէ։ Դե դրանք քոնն ամեն մեկիս պատվիրել եմ։ Ու սենց ավելի նեյտրալ գույների մեջ հյուրերի համար էլի։ Տեսել ես գույնը մի րոպե ցույց տա։ Դրանք Ալենինն է։ Ինչ հետևին սիրուն է։ Հրեբացին է, իրոք շատ լավն է դրանք։ Երկար եմ փնտրել Ալենի համար, որ ինքը չստիկ չհագնող տեսակ է։ Սենց որ իրոք իշքան լավն է, ժողովուրդ, իշքան որակով են ամեն ինչը, սիրուն է, որակը պետք է հագնենք որ տենանք, բայց այստեղ նայեք են վերարկուի կտորից, շատ սիրուն է, շատ գոհ եմ։ Հաջորդը էլի Hello Kitty։ Այդ զայկան է պատվիրել։ Սանդրա։ Հա, այդ զայկան է խնդրել որ բան։ Սենց համ հայրիա, համ սանը։ Կուշ։ Հետո Սրանք բաներ է, խցանների վրա փակելու, որ ասենք բացում են, շշերի վրա, այս պլաստիկից բաներ է, որ փակում ենք, տեսեք։ Սենց տարբեր մի քանի հատ վերցրել եմ, որ փակենք հետո։ Ուրեմն հաջորդը էլի չստիկներ։ Սրանք պապային է։ Բայց ամենաշատը չստիկներ կա։ Պապան դրա համար է ասում էլի, ասում որ մենակ չստիկա լինելու։ Այս պապայինն է, սենց։ Հետո Այս սրանք արդեն մեր նոր խոհանոցի, որ դեռ չի եկել, առաջին պարագաներն են, բայց այս գույնը չեմ պատվիրել, տեսնենք որ սևը։ այս կողատ հարսա։ Երևի։ Հա։ Էլի։ Ոսկի ու սև գույնի։ Իսկ գույնը սև։ Սենց ոնց որ մեր խոհանոցի բանն է լինելու։ Սենցնենք այս պահերը նման էր, իշքան հիշում եմ էլ արդեն մոռացել եմ։ Դրա մեջ էլի։ Սավնալ էլ կա, բայց չենք միացնում դեռ, պապան ասում միացնենք, ասում չէ։ Արդեն ենք հետո կփակեմ։ Okay, հաջորդը էլի չստիկներ, էլի նույն է, ուղղակի սերի։ Ու բոլորը տարբեր չափեր են, հիմնական 36-ից 39-ի սահմաններում են պատվիրել։ Նորից ուղղակի ռոզվի առանց Hello Kitty, Hello Kitty ոմանքան։ Հա։ Սենց, այսինքն սրանք մեկը քոնն է, մեկը Զոյկային է, մեկը 35 համարն է, մեկը 36 համարն է։ Բայց նայ ոնց որ ավելի կողը փոխվում։ Էլի Hello Kitty։ Էսի սամուրա։ Չես դրած կնամ ներքև։ Մի հատ ռոզվի սամներ։ Այս էլ եմ այս հարկի համար եմ առել, դեպ ամեն ինչ որ նոր լինի, այստեղի բաղնիքի համար։ Էսի Ինչ է? Գիտեմ, շատ բաներ։ Սրանք մոմակալներ է։ Դու բացի, մյուսը ես միշտ հավաքեմ։ էլի չստիկներ։ Դրանք մեկը պապա, մյուսը նայ պապան որ մեկը կհավանի։ Սենց սիրուն թրենդային մոմակալներից եմ պատվիրել, նուր մեր փիկ։
Էդի վերջում կբացենք իրեն կոմ։ Գիտեմ արդեն ինչա։ Սրանք այդ բանը, այն թափանցիկ խոհանոցի դարակների մեջ փռելու համար, որտեղ կաթսաներն են լինելու։ Հա, այս էլ էլի խոհանոցի համար։ Հա, կարաս բացես, եթե ուզում ես։ Սենց 6 կտոր է, չէ՞ ոնց որ տղել կա։ Հա, չէ, 7։ Սենց ոնց հասկանում եք ոսկե գույնի մեջ է, բայց ոչ չի նշանակում, որ ամեն ինչ։ Ես չունեմ այդքան շատ ու այնպես էլ չի, որ շատ սիրահար եմ ոսկե գույնի, բայց որ այնպես աստացե մեր խոհանոցի մեջ կա այդ գույներից։ Համեն դե սիրուն է ինքը։ Մազրի համար է։ Անձեռոցիկների։ Եք իշքան նուրբ են, սենց եմ պատվիրել, անձեռոցիկների համար մետնայք իշքան նուրբ է։ Մատանի լինի։ Ես էլ չէ։ Տեսնեմ, չէ, էսի բանա, սեղանի վրա գցելու սենց լույսա, տերևներա ու լույսա վարվում մեջը։ Ոնց տենում եք, ես ամանորի եմ պատրաստում մտովի։ Նորից չստիկ, են սրան սևը։ Ասում էի, չէ, նորից չստիկներ, դե 6 հոգի մենակ մենք ենք, մի քանի հատով հյուրերի համար, էլի։ Երևումա սենց այս սենց նայք, մամակալներս, սիրուն են։ Այն մկրատ, խոհանոցի։ Ու ես էլ կներես, բալես, ես էլ պետքա կպցնենք տակը, սենց դնենք մեջը։ Հետո մի հատ էս խոհանոցի բան։ Այդ էլ է բանա, բրնակն է բանի խոհանոց։ Բայց ինչա։ Չգիտեմ։ Հա, այս էլ պատարակաղա։ Դրան, իշքան բոն եմ պատվիրել, մոռացել էի արդեն։ Սրանք էլ գտար դանակ։ Հա, էլի սենց բանով, ոսկե գույնով, ընդրանք դեսերտիններ։ Սրանք էլ սիրուն են։ Ոչ ամենօրյա կամ այստեղի համար կբացենք հետո միասին, հիմա ասեն շատ մանրամասն ցույց չտամ, որ խոհանոցը գա կբացենք ու սիրուն կշարենք դարակներում, համեր կտեսնենք։ Էսի սենց երկկողմանի կպչուն բան է, որ կպցնես դարակի մեջ, ասենք ինչ-որ բան կախես կամ ուղղակի։ Հիմա էսի։ Էդ էլ էլի բան է, սավանա, պրոստինա, նույնից բացի, կարաս բացես, նույնից ուղղակի մեծը, մեջը տեղերի համար, ու չեք պատկերացնի ինչ լավ կտորա, սենց սիրուն, մեծ, ես էլ մեր անկողնու համար։ Ու այս վերջինը, գոտի, չորիկա։ Սենց, կարողա տեսած լինեք, այս բանը թրենդային սիրուն թևերով, ինքը սարոչկանա, տաբատա, շատ սիրունա, մենումա հակս լինի, այս նորավոչ գույնով, սիրունա, մենումա լինի, ու այսպես, գոտին, չկա ոչ մենա, Վերջ, սիրելիներս, ես էլ մեր գնումները, դեռևս այնպես ասեմ, որ ամեն ինչից շատ գոհ եմ, ամեն ինչը սիրուն է շատ սիրուն է եկել, Հավիթ ջան, տեկա պապան քո հետ է, մնումա տեսնենք որակները, դե իհարկե ես վստահ չեմ, որ սրան կարելի է աման լվացող մեքենա դնել, չեմ էլ դնի, բայց դե քանի որ այստեղ էլ ենք ունենալու աման լվացող մեքենա, ամեն դեպքում կնայեմ, կփորձեմ, եթե չեմ փչանում, բայց դե կարևոր չի, կարևորը սիրուն է ու սիրուն հաճելի սուրճախմության, թեյախմության ու ամեն ինչի համար պետքա սիրուն լինի։ Փոքր է, դավա, շնորհավոր։ Հա, ես չբացեցինք, ես էլ սեղանի մեջ տեղը դնելու համար, ուղղակի բաներ է, էլի լույսեր է, սիրուն, արդեն ես պատկերացնում եմ էլի սենց սեղանը, սպասքը իհարկե սպիտակ կվերցնենք սպասքը, որ ոսկե գույնի հետ շատ բան չլինի, սենց շատ սիրուն է,
Դե ինչ սիրելիներս, այսքան է, հիմա այս խառնաշփոթը հավաքենք, շնորհակալություն մեզ հետևելու համար, դիտելու համար, մնացեք մեզ հետ, ապրես Անգել օգնելու համար, Չարժի։ Անգել հա մի բան ասեմ, քո վիդեոից հետո այնքան շատ են գրում ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ դեռահասների մամաներ շատ գրում են, նույնիսկ մեծ իմ տարիքի կանայք, որ մենք չնայած Անգելինան մեր երեխայի տարիքին է, բայց շատ հաճելի էր լսելը, շատ հաճելի էր ու կարելի ասել ոչ մի բացասական մեկնաբանություն ու խնդրում են, որ եթե կարաս, լավ խորհուրդներ, թեկուզ սովորելու մասին, մասնագիտություն ընտրելու մասին կամ ինչ որ նախասիրություններ, տենց ինչ որ փոքրիկ վլոգներ անես ու տաս ինձ, քանի որ առաջարկել էին, որ քո ալիքը բացես, բայց քանի որ դու հիմա պետքա կենտրոնանաս քո դասերի վրա, կարող ես մեկ-մեկ տեսանյութեր նկարել, տաս ինձ, ես կցեմ, կլինի։ Քանի հիմա բարի է, տենց խոսանք էլի, համոզենք։ Դե լավ, սիրելիներս, լավ մնացեք, լավ եղեք, կհանդիպենք, գնացինք։ Մի հատ ստեղի խառնաշփոթը, սենց, եկեք տեսնեմ ձեր չստիկները։ Այս Անգելինան, ձեր երայքի քոնն է տեսնի, շնորհավոր թողուհիս։ Զոյ չեմ ուզում Շնորհավոր շորի համար։ Օպրես չեմ ուզում կռիվ գցեմ, բայց դե ոնց որ էսի Անգելինային ներելոքիցին քոնը։ Երևի ես հելոքիցին քո համար էի ընտրել, բայց կարողա չափերի մեջ եմ սխալվել, Անգել։ Թե չէ իրոք հելոքիցին քո համար էի ընտրել, ուղղակի մեկը 35-ն է, ուրեմն քոնն է 35-ը, իրան 36, բայց ոչինչ, կարևորը հագնի։ Սենց շորիկս փորձեմ, եթե հակս լինի, սենց ոյ, եթե հակս լինի, դուք էլ կտեսնեք։ Սիրելիներս չնայած հոգնածությանս փորձեցի, ասեք իմ իմանալով ինքը պետքա սենց բացվածքով լիներ, բայց փաստորեն սենց թեք բացվածքով է, թևերը միախոսեք ինչքան սիրուն է, բայց ներքև չեմ իջացնում ցույց տալիս, որովհետև տապատը բավականին կիպ է, նեղ է ու պետքա նիհարել, որ ինքը սիրուն լինի, պետքա ամեն բան անենք, որ ինչքան հնարավոր աշուտ նիհարենք, որ ինքը որտեղ շատ սիրուն է ու կապսոսեմ վերևա մասն էլ չեմ հագնի, որ միասին հագնեմ երկուսն իրար հետ։ Այս մասը շատ լավ է, շատ սենց կապում, սենց տապատնել, ուղղակի այս մասից արդեն տեսեք ինքը կիպա ու կիպանները սենց բացվում է, պետքա այդպես չլիներ։ Տենց։ Ուրեմն, այսքը շատ սիրուն է, շատ շքեղ է, բայց որակապես այդքան էլ լավը չի ու չեմ կարծում, որ իրանք երկար կյանք կունենան կամ ասենք մի հատ ամուր թխվածք կտրես կարող է իրանք ծռվեն, ջարդվեն էլ չեմ խոսում, բայց որ շատ սիրուն են, թեյախմության համար կամ կարելի է, չեմ փոշմանել իհարկե, սիրուն է, որովհետև տեսքը շատ լավն է, նենց չի, որ շատ վատն է որակը, չէ, լավն է, բայց նենց էլ չի, որ շատ ամուր են, էլի, ոնց որ ասենք մեր ժամանակվա, սենց։ Բարի լույս սիրելիներս, այսօր ժամը 5:30 եմ գնում, դեռևս շատ մութ է, այնքան լավ է, որ երեխեքը գոնե տանն են, որ այսօր սենց հաստացել, որ պետքա շատ շուտ գնամ, որովհետև հարցազրույցներ ունենք, նաև բժիշկը պետքա ռադիոյի համար տեսանյութ ձայնա, խոսքով պետքա նկարահանեն, տեսանյութ պետքա նկարեն բժշկի հետ, հարցազրույցներ ունենք, դրա համար պետքա շուտ գնամ, որ մինչև ժամը 7-ը արդեն նորմալ պացիենտները գան, արդեն վերջացրած լինենք այդ ամեն ինչը, այնպես որ գնացինք Վիտոն սպասում է, որ ինձ տանի գա, նոր անցնի իր գործերի, ինչքան մութ է։ Այսօր այստեղ Հելոուին է, վաղը խանութները փակ է ու ինչա կատարվում, ոչ ֆայլակ կա, ոչ հաշտը պարանելու տեղ կա։ Բոլորը գնումներ են անում, վաղը փակ է խանութները, այսքան մեկ էլ կբացվի երկուշաբթի օրը։ Կալենդարները ստացել են արդեն։ Այս կողմից
ինձ ավելի մատչելի տեսակներն են, այս 550-ը։ Այս տակրքիր է, որ այս Kinder-ի բաները, այս ֆիրմայի, այս տարի բավականին մատչելի է, անցած տարի շատ թանկ էր։ Սրանք, հեսը Ferrero-Rocher-ն վերջես մի խանութից վերջացրինք։ Սիրելիներս հասանք տուն, գնումների կեսը տարանք արդեն նկուղ, նոր մտածի որ կարելի էր նկարել, այսինքն հիմնականում նկուղ տարել եմ հացամթերքները, շաքարավազ, ալյուր, դրոժ, այդպիսի բաներն ենք տարել նկուղը, անձեռոցիկներ, մի խոսքով հիգիենայի պարագաներ, այստեղ ինչ ունենք, խաղցրավենիքներից վաֆլի էր վիտոն վերցրել, սուրճի համար կոնֆետներ բան ու քանի որ այսօր Հելոուին է, երեխեք ճիշտ է մենք այդ տոնը չենք սիրում, բայց դե մի քանի քաղցրավենիքներ էլ ենք վերցրել, որ հանկարծ գան մեր դուռը թակեն, մի շոր բան ունենանք տալու երեխեքին, ու այսօր վերցրել ենք ճանապարհին ուտելով եկել ենք։ Հա, այս դրանք ինչի է այստեղ։ Գիշերը ամուսնու սիրտը մեղրով տորթ էր ուզում ու դուք գիտեք, որ իր սիրտը մի բան ուզում է, ես պետք է այդ պահին, այսինքն ոչ միայն իր երեխեքինս, ով մի խոսքով ուտելիքի հետ կապված այն ինչ որ կարող եմ անել, չեմ հետաձգում, մեղրով տորթ ենք թխելու։ Այստեղ վերցրել եմ կարագ խմորի համար ու կրեմի համար։ Սունկ եմ վերցրել, տանը ինչ որ ունենք, վարունգ պամիդոր, դրա համար քիչ եմ վերցրել, ուղղակի մի հատ էլ վարունգ, կարալյոկեր ունենք տունը դեռ պաճկաներով, ուղղակի սա էժանացել էր 1 եվրոից, էժանացել էր 50 սենտ մի հատիկը ու վերցրեցի 3 հատ, որտեղ արդեն այդ տեսականի չկար, այսեք, քանի որ վաղը խանութները փակա, ահագին բաներ, այսպես զեղչվել էր, բայց որակներ ենքան լավ չէ, մի հատ ռուկոլա եմ վերցրել, ուրիշ սալատ ունեինք տունը, այստեղ այսենց տավարի ոսկրոտ միս եմ վերցրել, փափուկ էլ որ ունենում եմ տանը, այսպես բորշի, խաշլամայի, ինչ որ այդպիսի բաների համար, այս մի քիչ յուղոտ ավելի, այսինքն հասկացա, կիսում եմ, սենց բան եմ անում, մի քիչ փափուկ հետը, գնում եմ սառնան ճաշերի, սոուսների համար, այստեղ հավի այսպես մի հատ խառը միս է, այս խորովածի է, բայց այս բան սրանով հիմա մեկ էլ հավի մսով սոուս, մտածում էի տավարի թե հավի, բայց միտոն ասել չավելավա հավին ավելի շուտ կեփվի, հավի մսով սոուս ենք պատրաստելու, այստեղ էլ վերցրել եմ ձու ու շագանակ, Վերջ այդքան շատ բաներ չունենք այսօր գնաց, որովհետև այս շաբաթ այնպես է ստացվել, որ վիտոն տանն էր 2-3 օրը ու անընդհատ գնումներ արել է ձեռքի հետ, երեխեքն իրենց հերթին ու դրա համար հիմա այսքան գնումները, մի խոսքով գնում եմ վերև մի հատ սուրճ խմեմ ու գամ, սկսենք մեղրով տորթը եւ ճաշ պատրաստենք։ Ուրեմն մինչ ես սուրճս կխմեմ, ինչ արեցի, մինչ այդ ինչքան հնարավոր էր բտիկների վրայից, այսինքն ամբողջությամբ հեռացրեցի մաշկը, թևիկների վրայից դե դժվար է հեռացնելը, բայց հիմնական 2 թև եմ վերցրել, այսպես 5 հատ բտիկա, մի խոսքով այն մասերը, որով որ սիրում են, հավի մնացած մասերով, չգիտեմ ինչի, ընտանիքի անդամները չեն սիրում սոուսը, ես մեջքն եմ սիրում, հիմնականում չոր մասերը, բայց դե պատրաստում եմ նենց ոնց որ իրանք են սիրում, այսպես ուրեմն վրան ավելացնում եմ աղ, սենց աղ ենք լցնում ու սառը ջուր, բացում եմ սառը ջուրը վրա ու թողնում եմ, չեմ ասում հատուկ մի ժամ, 2 ժամ, ինչքան էլ մնա, հիմա մինչև ես գնամ, սուրճս կխմեմ կգամ ու կսկսեմ արդեն ճաշը պատրաստել եմ։ Այսպես, գնացինք սուրճ խմելու։ Սուրճը պատրաստ է, պրես, սենց իրար կպած էր կիսում ես ու այսենց է դարնում, շատ հոտը որ արդեն սպանում է, շատ լավն է, մաքուրոթի սուրճ խմենք, կան լավ եղանակ է այսօր, ոնց էր համարվանից մնացած մի տաք հոր լինի, լավ տաք, բայց էլ չնատ աշնաշունչը կա, բայց լավ տաք է։ Դե ինչ սկսում ենք պատրաստել, այստեղ ինձ մոտ շաքարավազ է, կարագ եւ մեղր, հիմա դնում եմ գոլոշու վրա, երբ սկսի տաքանալ, կավելացնեմ սոդան, հետո արդեն կավելացնեմ, հետո վերցնում եմ, ավելացնում եմ չոր բաղադրիչները եւ իհարկե ձուն, երբ որ մի քիչ սառում է, այս կողմում էլ պատրաստում եմ ճաշը, ահա այսպես գնդել եմ, հիմա կգրտնակեմ ու կթխեմ ջեռոցում մեղրով տորթի այնքան բաղադրատոմսեր կա, այնքան շատ ինտերնետում, որ ես
ամեն անգամ մի տեսակը փորձում եմ ու բոլորն էլ ամենքը մի ձև ստացվում է, ոչ մեկ նույնը չի ստացվում։ Ուրեմն արանքում էլ ասի մի հատ կիսվեմ ուտելիքով, ինչ որ Էլենն է ուտում մարզասրահից գալուց հետո, որովհետև հարցնում եք, այստեղ մոցարելա, ռուկոլա, մածուն, սովորական մածուն, վարունգ պանիր, սուն կատապակած ու հավի միս, բտիկա ոնց որ տապակած ու իսենց ու վրան շատ կիտրոնի հյութ կամած, իսենց։ Նես չի որ միշտ նույնն է լինում, բայց սալաթը տարբերակը միշտ նույնն է լինում, ուղղակի մի օր ձուկ ավելանում, ինչ որ սպիտակուցային բան, սպիտակուց բանջարեղեն։ Ուրեմն այս կողմում եփովի կրեմն է, սովորական եփովի ալյուր, շաքարավազ ու կաթ։ Վերջ արդեն պատրաստ է։ Դարուն ենք սառի։ Մի քիչ էլ խտացրած կաթ կավելացնեմ, որ ավելի համեղ լինի։ Ուրեմն սիրելիներս պատրաստ է, ինձ մոտ 5 հատ լիստ է ստացվել, բայց բավականին բարձր է ստացվել, չգիտեմ, հիմա հələ կողքերը կտրեմ, մեմ այդ կողքերը կտրեմ, տեսնեմ, դեսի մեղրով տորթի համար շատ բարձր է, տեսնենք ինչ լուծում ենք տալիս։ Ուրեմն մոտավոր այսպիսի բան ստացանք, կողքերը փշուր արեցի, մեջտեղը լավ գլազուրով, այս հենց էսել, պակի որտեղ շատ բարձր է լինում, որ ամբողջ իրար կողք գնեի, ստեղ այս հենց այս բարձրության նորմալ է, ինքը այս մի քիչ էլի բարձր է եղել, այստեղ ոչինչ տալա։ Մի խոսքով, սենց։ Johnny, Yes, papa. Ուր ես գնում։ Ես գնում եմ Մերիգոնը դուրս, որ կապետներ վերցնեմ։ Հələ հետ գնա։ Mən ինչպես ասացի, արդեն այսօր Հելոուին է, գիտեմ, մենք չենք տոնում, մենք չենք նշում այդ տոնը, սատանայական տոնը, գիտեմ, այսա գալու է գրեք, բայց ուղղակի երեխեքին չես կարա հետ պահես այն ամենից, ինչ որ կատարվում է շուրջ բոլորը, ու իրանք էլ էստեղ են ծնվել, մեծացել, էստեղ են ապրում, չնայած գիտեմ, որ Հայաստանում էլ են հիմա նշում, բայց դե ուղղակի երեխեքով Անգելինան որոշել է ասենց հագցրելա կանգնի կյանք, հագցրելա քսելա, այս Ալենին էլա պատրաստում ու գնա իրենց հետ դե լավ տեղա գնալու, էլի են եղել, բայց եթե ովքեր չեն հիշում, հեսա կգնանք, Անգելը կնկարի ու հետո գնում են երեխաների հետ, հարևանների դռները ծեծում են ու ասում են This is կամ չկորչույթ։ Հա, կամ այդ ինչ է հայերենով ասա։ Կամ քաղցր կամ թթու ինչ որ մի բան, պետքա կամ կոնֆետներ տան, կամ ինչ որ հարիբոներ, բաներ են տալիս, դե երեխեքը տենց ուրախանում են։ Կանգնիլը տենց։ Սիրուն ես, բայց չել անուշա պամադայի թոտը։ Դե լավ, գնա։ Տարենի վիճակը։ Կեչուպ, մեչուպ, սենց լղկադն ինչ է, զոմբի ես։ Ինքը քիլոգրամ է։ Որ մայքեն է ճղել, էլի շալվար ես, իրա պուճու շալվարն է ճղել, հա։ Կլաուն է զորկան, այստեղ էլ սենց համով բաներ եք պատրաստել, բացի բալես, երեխեքի համար, որ գան, լուչաներ, հարը բաներ, որ գան տանք իրենց։ Կանիք պաղեք եմ կողվում է։ Հիմա գնում են trick or treat անելու, ես տուն գնամ, դե որտեւ ես արդեն մեծ եմ, չէ երեխեք։ Հաջող, զգուշ կլինեք։